խոսքը պարզապես խոսք է Տերյանի մասին, այն կապ չունի գրքի հետ, պարզապես Հոբելյանի առիթով խոսք նվիրված Տերյանին։ Տերյանը բանաստեղծ է, բանաստեղծների բանաստեղծ, ամենակնարականը, ամենանուրբը, որ բառարաններում քնած բառերին կենդանի շունչ տվեց, ոգի ներշնչեց, բայց միաժամանակ դարձավ գրական, մշակութային, հասարակական, քաղաքական գործիչ, նաև պետական գործիչ, որի գործունեության առանցքում հոգևոր Հայաստանն էր, պատմափիլիսոփայական մի հայեցակարգ։ Թերևս ոչ մի բանաստեղծ այնպիսի շռնդալից մուտք չունեցավ, որքան Տերյանը, օդը լիքն էր Տերյանով, ասում էր Զորյանը։ Առաջին քայլերն անող ոչ մի պոետ ներսից ու դրսից այնքան օրհնություններ չստացավ, որքան Տերյանը, Թումանյան, Իսահակյան, Բրյուսով, Բալմոնտ, հատկապես Բալմոնտ։ Եվ սա զարմանալի չէր։ Զարմանալին, իսկ Չարենցի խոսքով զարմանալի զարմանքը Տերյանի վիթխարի ազդեցությունն էր իր ժամանակակիցների վրա։ Սիրո բացատրության դասագիր կդարձավ Մթնշաղի անուրջները։ Տղաների սերունդներ են իրենց սերը խոստովանել Տերյանի խոսքերով, աղջիկները իրենց բարձի տակ էին պահում Տերյանի գիրքը, իսկ երբ հանկարծ Տերյանը Թիֆլիս էր գալիս, Գայանյան և Հովնանյան օրիորդաց դպրոցի աղջիկները պարզապես տապալում էին դասերը, նրանք բոլորը գտնվում էին կայարանում Տերյանին դիմավորելու համար։ Այդ ազդեցությունը տարածվում էր ոչ միայն գրողների, սկսնակների վրա, այլ նաև այլ արվեստագետների, օրինակ, Մարտիրոս Սարյանը, որը Տերյանի մտերիմներից էր, և նրա պոեզիան անվանում էր երկնային ու աստվածային, վկայում է, որ իր ինքնանկարի վրա կա Տերյանի ազդեցությունը, ընդ որում ոչ թե նրա պոեզիայի ազդեցությունը, այլ նրա հետ զրույցների, նրա մտքերի, նրա խոհերի ազդեցությունը։ Նա Ռուբեն Զարյանին է խոստովանել այդ մասին։ Պատահական չէ, որ Թումանյանը Տերյանին անվանում էր վտանգավոր տղա, որի կախարդանքից շատերի համար գրեթե անհնար էր դուրս գալը։ Թոթովենցը Տերյանին անվանեց կախարդ, Չարենցը սրբազան Վահան, Նիկողայոս Մարը խոշոր բանաստեղծ, սիրառատ սիրտ և որ հետաքրքիր է արևի կտոր։ Էմինը Վսեմ Առաքյալ, հարություն առած երկիրնայրի, սրբազան Արարատ լեռ, Միլիտոնյանը մեր լեզվի մոգը։ Սովորաբար մեծերի կողքին սկսնակները փոքրանում են, սակայն Տերյանը հավասարի իրավունքով կանգնեց մեր մեծերի, այն էլ ինչ մեծերի կողքին, մեկը անհասար Արարատն էր մեր նոր քերթության, մյուսը վարպետը անզուգական Ալագյազը, և Տերյանը դարձավ նույնքան անզուգական ու անհաս, բացառիկ ու եզակի, և ինչպես ասում են, ձևավորվեց մի երանելի երրորդություն, որը շատ շուտով որին պիտի միանար մի նոր գագաթ, Չարենցը դարձնելով մեր գրականության պատմության նոր ոսկեդարը քառագագաթ։ Ուշագրավ է, որ արևմտահայ գրական կյանքում Տերյանը շատ ավելի ընդունելի դարձավ, քան Թումանյանն ու Իսահակյանը։ Հակոբ Օշականն ասում է. «Սիրեցինք մենք զայն, իբրև մերիններեն մեկը»։ Ուսուցիչ էր Տերյանը, ուսուցիչ բառի արարչական իմաստով։ Նա կրթում ու նրբացնում էր զգացմունքներ, այդ մասին գիտեին նրա ժամանակակիցները։ Բրյուսովը, Բալմոնտը, իսկ ավելի ուշ ռուս գրականագետ Նարովչատովի կարծիքով ասում էր նա, ով անգիր գիտի Տերյանի կարծես թե դարձել եմ ես տուն բանաստեղծությունը, նա չի կարող գրեհիկ հոգի ունենալ։ Համո Սահյանի խոսքերով Տերյանը եղավ մեր նվիրական և նարեկացիական աղոթքը և կենսահաստատ թախիծը։ Տերյանի նկատմամբ Սահյանի սերը անմեկնելի է, տիեզերական, ինչպես որ Չարենցինն էր։ Եթե Չարենցը խնդրում էր մեռած պոետին վերադառնալ ու վերադառնալ, ապա Սահյանը ուզում է տանել իր հետ Տերյանին, որպեսզի միշտ անբաժան լինի նրանից, ահա ինչ է ասում Համո Սահյանը։
հետս այն աշխարհ Տերյանի ժողովածուն կտանեի։ Թումանյանը ամենամեծն է, Թումանյանը շատ օբյեկտիվ է, պիտի երկար մտածես, որ ջերմացնի։ Իսահակյանին եմ մոտենում, այրում է, Չարենցը այդ երկուսը խառնած միասին, մեծ է, բայց ոչ մեկն է, ոչ մյուսը։ Նարեկացին ծանր կլինի ինձ համար, Վարուժանը ծանր կլինի, հա, խոսքն են աշխարհի մասին է, մեծարենցը հոյակապ է, բայց Տերյան կտանեի, եւ դա թերևս բացատրելու բան չէ, Տերյանի հետ կզրուցեի, կարող էի ասել նույնիսկ այս բառը իր տեղում չէ, նույնը չէի կարող ասել Թումանյանին։ Այսպես անխանդ ու մեծ սեր է վայելել Տերյանը բումերանգի ուժով, քանի որ սեր է տվել անսահման եւ շարունակում է տալ։ Տերյանի սերն ուղղված էր երեք ուղղությամբ՝ հայրենիք, սեր եւ բնություն։ Պետականություն, քաղաքական անկախություն չունեցող հայրենիքը Տերյանի համար Նժդեհի խոսքերով ընդհանուր աստվածություն էր, իսկ հայրենասիրությունը կրոն, այլ ոչ թե սովորական զգացում կամ գիտակցություն, կամ ցուցադրական գեղեցիկ պատմուճան։ Պոետ էր, սակայն հայրենասիրությունը նրա համար պոեզիա չէր, այլ նախ եւ առաջ գործ։ Նա այրվեց ժամանակի հրդեհներում, փորձելով եւ հաճախ կարողանալով փրկել մարդկային կյանքեր ու վավերագրեր, օգնության ձեռք մեկնեց ապագա սերունդներին պայքարելու հայդատի համար, կռեց հոգևոր զենքեր, սկիզբ ու վերջ չունեցող ազգային գոյապայքարում հաղթելու համար։ Նա կարողացավ ներդաշնակել միմյանց ձուլել քրիստոնեական բարությունն ու հեզությունը պայքարի ոգու եւ ռազմական ուժի հետ։ Մի առիթով Տերյանը Սոնա Օտարյանին գրված նամակում ասում է. «Սիրով կարելի է անել ամեն ինչ, եւ միայն նրանով կարելի է անել ամեն ինչ»։ Նույնն ասում էր Թումանյանը, ինչ որ լավ բան է լինելու է սիրով, սրով երբեք։ Սակայն դա չէր խանգարում, որ երկուսն էլ կարևորեին զենքն ու զինված պայքարը, զենք տեղափոխել, զենքի պահեստի ղեկավար լինել։ Ազգային գործիչ Տերյանի Տխրանուշ Վահանի էության մեջ ապրում է ամենայն հայոց բանաստեղծի մարդու ու գործչի էությունը, իհարկե տերյանական գույներով։ Այդ պատճառով էլ նա լավ էր հասկանում Թումանյանին։ Երկար տարիներ շրջանառվել է Թումանյանի կողմից սպիտակ դրոշով խաղաղություն հաստատելու միֆը։ Առաջինը Տերյանն էր, որ բացահայտեց այդ միֆի սնանկությունը, կտրուկ հակադարձելով Արտաշես Կարինյանին, ասելով. «Թումանյանը ձեր երևակայած պացիֆիստը չէ, ամենևին ոչ»։ Նա համարձակվում էր առճակատման գնալ աշխարհի հզորների հետ, ամեն գնով պաշտպանել ազգային շահը, ինչպես հետագայում պարզվեց նաև իր կյանքի գնով։ Տերյանի կերպարը ձուլված է հայրենիքի կերպարին։ Պատահական չէ, որ Չարենցը 37 թվին իր կյանքի վերջում գրած բանաստեղծություններից մեկում ասում է. «Միշտ, երբ կարդում եմ Տերյանը, ղարսն է հիշում իմ հոգին, իմ մանկությունն ու այգին, իմ հայրենին ու Նայիրյանը»։ Տերյանի պոետական ողջ համակարգը ներդաշնակ է ու միասնական։ Հոգևորը գերիշխում է անկախ նյութից ու մոտիվից։ Պոետի սիրո քնարը տարբեր շերտեր ունի. զգացմունքը, կնոջ, քրոջ, տիեզերքի ու մարդու նկատմամբ։ Կինը նրա պոեզիայում եւ գործող է եղած է եւ աննյութեղեն, եւ իրական, եւ անիրական, երբեմն վերացական, խորհրդանիշ, տխրություն, հրաշք, հեքիաթ, ցնորք, վերջալույսի աղջիկ, երազների պերճուհի եւ այլն։ Սիրելվակ Տերյանի կարճատև կյանքում եղել են կոնկրետ, իրական կանայք, որոնք դարձել են նրա համար մուսայաստեղծ։ Անթարամ, Մարթա, Սուսաննա, Նվարդ, Անահիտ Տերյան, Նյուրա, Հրիփսիմե, Ալինա, Մագուր, Լեյլի, Մարգո, Նատալիա, անծանոթ եւ մեզ համար դեռևս անանուն կանայք, գիմնազիստուհի, Բուզուլուկում ապաստանած հայուհի, անհայտ ուսանողուհի, Թեյարանում միայն մեկ ակնթարթ հանդիպած անծանոթուհի եւ այլք։ Տերյանին գրավում էին հոգևոր պահանջմունքներ ունեցող եւ գեղեցիկ կանայք։ Ավելի հաճախ նա ընտրում էր ժամանակի գեղեցկուհիներին, որոնց ներքին ու արտաքին հմայքը չի վրիպել նաև ժամանակի մեծանուն նկարիչների աչքից։
Նրանցից երկուսի դիմանկարները դարձել են արվեստի մեծարժեք գործեր։ Նվարդին 3 անգամ, ընդ որում մի անգամը Տերյանի խնդրանքով Մարտիրոս Սարյանն է կտավին հանձնել, իսկ հրաշագեղ Անահիտին նկարել է գերմանական ծագումով նկարիչ ակվարելիստ Արթուր ֆոն Վիզինը։ Իհարկե, թե արտաքին, թե առավել ևս ներքին գեղեցկությունը չի կարող վերաբերել Տերյանին հանդիպած բոլոր կանանց։ Սիրո թումանյանական Փարվանայի անշեջ հուրի մղումն է վերածել բանաստեղծության, ինչպես պոետը կասեր, գուցե ես ինքս եմ հնարել նրանց և պատրաստ էր սուտ սիրով խաբվելուն։ Տերյանի կյանքում հանդիպած կանանցից միայն 2-ը ունեին ազնվական ծագում։ Նվարդը սերում էր Մամիկոնյաններից, իսկ Մարգոն Շահատունի Գերդաստանից, որին ազնվականությունը շնորհվել էր 19-րդ դարում։ Բայց հաճախ նրանցից յուրաքանչյուրին նվիրված բանաստեղծությունը կարելի է վերագրել մյուսին, քանի որ նրանցից շատերը նույնն էին, ինչ նկարչի համար բնորդը, որոնց մեջ Տերյանի սերն էր, յուրահատուկ ու պոետական, ինչպես ինքն էր ասում, ես իմ սերն եմ սիրում։ Սիրելով որևէ կնոջ, պոետը ընդունակ էր միաժամանակ սիրային բանաստեղծություններ ձոնել տարբեր կանանց, որոնց հետ մտերիմ չի եղել և նույնիսկ լավ չի ճանաչել։ Մտերիմ էր Նվարդին, բայց նրա աշակերտուհուն բանաստեղծություններ նվիրում։ Պոետի կյանքում եղած կանանցից շատերը ամենքի նման սովորական աղջիկ էին, ավելին, երբեմն կյանքի ու հոգու գորշ պատկերով։ Ինքը պոետն էր գիտեր, որ իր պոետական աշխարհի միակ արարիչը ինքն էր։ Պատահական հանդիպումները միայն կայծ էին, բռնկելու պոետական հոգու այն հրդեհը, որը ծնվելով կրակից պիտի այրեր ու ջերմացներ յուրաքանչյուրին։ Ոչ կատվի դրախտը, ոչ գիշերների թափուհին չէին խոչընդոտում պոետի սիրո հեքիաթի հավիտենական փնտրտուքին։ Մեր գրականության մեջ առանձնահատուկ են հատկապես 2 կանանց նվիրված բանաստեղծությունները։ Միայն Նվարդին նվիրվեց տրիոլետների շարք, ինչպես Տերյանն էր ասում տրիոլետների մանյակ, և միայն Անահիտ Տերյանին նվիրվեց այնպիսի բանաստեղծություն, դու հնչիր քո սրտի գարունն է և այլն, որոնք անբաժան մասը դարձան տարիքային մեծ տարբերությամբ սերերի, փոքրիկ աղջկա թեմայով ստեղծված հայ քնարերգության գանձարանի։ Երբ 18 թվականին երիտասարդ Նայիրուհին և դասական դարձած պոետը հանդիպեցին, Անահիտը առողջ էր, կյանքով լի, իսկ 32-ամյա Տերյանը թեև տակավին երիտասարդ, բայց ապրում էր իր կյանքի մայրամուտը։ Դեռ 16-ին Տերյանը գրում է. երբեմն այնպես հոգնած եմ զգում, որ տանջվելու է, ուժ չեմ ունենում։ Ինչպես կասեր Սևակը, կյանքի ինչ-որ սակավամարդ կածանում հանդիպեցին Անահիտի խաք սերն ու որը նույնիսկ Տերյանի մահվան օրը Անահիտ ասում էր, ես չգիտեի մահն ինչ է, ու դեռ երիտասարդ Վահանի հասուն տանջանքը։ Տերյանը չհասցրեց մեղմ ասած ծերանալ, բայց նա հայ գրականության մեջ տարիքային տարբերությամբ սերերի փոքրիկ աղջկա թեման հարստացրեց 14 տարով փոքր կնոջ Անահիտ Տերյանին նվիրված բանաստեղծությունով։ Փոքրիկ աղջկան թեման տարբեր լուծումներ է ունեցել հայ քնարերգության մեջ։ Մեկն իրեն երջանիկ է զգացել և ընդունել բախտի տված նվերը, մյուսը կամովին հրաժարվել է, հասկանալով, որ այգն ու գիշերը չեն հանդիպում։ Տերյանը Անահիտին կարող էր տալ Ռուբեն Սևակի հարցը. ինչու զիս սիրեցիր, փոքրիկ աղջիկ, քեզի մեղք էր, քեզի փոքրիկ սերմը պետք էր, դու սեր Աստվածը սիրեցիր։ Նա կարող էր Մատթեոս Զարիֆյանի պես պարզապես հրաժարվել սիրուց, ասել գնա, ննջե ասի, հետո գացի, հեռուն լացի։ Բայց մոտալուտ մահը կանխազգացող բանաստեղծը ընտրում է Պարույր Սևակի տարբերակը, և Անահիտը նրա համար դառնում է վերջինը թյուրիմացաբար և միակը ճակատագրով։ Ուշագրավ է, որ փոքրիկ աղջկա թեմայով հայ գրականությունը հարստացրած բանաստեղծներից 3-ը մահացել են երիտասարդ հասակում։ Տերյանը 35-ը չբոլորած, Ռուբեն Սևակն ու Զարիֆյանը 30-ամյա հասակում։ Այս բոլոր կանանցից միայն նրանք գրեցին Տերյանին, Նվարդն ու Անահիտը առանձնանում են նաև նրանով, որ նրանք Տերյանագիտությանը թողեցին գրավոր խոսք Տերյանի մասին։ Աներկբա է,
Անահիտի հուշերի նշանակությունը տերանագիտության համար, առանց որոնց վարագույրի ետևում կմնային տերանի կյանքի վերջին օրերը։ Իսկ այն, ինչ գրեց Նվարդը, տարիներ շարունակ չտպագրեց, սովորական հուշ չէր, այլ քնարական բնորոշումներ տրված Տերյանին, պարզապես մի արձակ բանաստեղծություն նվիրված Տերյանին։ Նվարդը գրում է. նա իր խառնվածքով գերազանցորեն բանաստեղծ էր, էությամբ մի բանաստեղծություն, նրա հոգին նուրբ էր ու քնքուշ գանձայի ծաղիկների նման, նրբին ու զգայուն, սիրտը ջերմ ու հուր, իր երկրի սարերի նման, կրակ ու հրաբուխ այդ սարերի նման, ամբողջ խոսքն է լավ, ես մի նախադասություն կարդացի։ Տերյանն այսօր էլ նույնքան արդիական է, որքան 1908-ին, ինչպես ասում էր ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը, նրա ոչ մի տողը հնացած չէ։ Որպես բարդ ու տագնապալի դարաշրջանի բանաստեղծ, ինչ կասեր այսօր Տերյանը, եթե ողջ լիներ։ Նա կարձանագրեր, դու հպարտ չես, իմ հայրենիք, ապա կասեր, այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն, հույս կտար, արիացիր սիրտին, հավատով տոկուն կանգնիր հպարտ, որպես լույս լեռն է ներկանգնում, կհամակեր լավատեսությամբ, բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ, կբացատրեր ինչու հասանք այստեղ ու կասեր, հիմարությունն ու չարությունը այս աշխարհում ավելի առատ են, քան խելքն ու բարությունը, իսկ հետո կավելացներ, կա արդյոք հավատ, որով պիտի կենթանանա մեր հոգևոր Հայաստանը, եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար, նա չի կենթանանա, նա հոգով միայն կարող է կենթանի լինել, գուցե նորից բանաստեղծություն կգրեր Արարատի մասին, դու իմ երկրի հարության անխապ վկա Արարատ, դու պահապան զորավոր, դու անխորտակ ապավեն, դու անմահ սիրտ Արարատ։ Այն, որ Տերյանն այսօր նույնքան արդիական է, նույնքան հուզում ու կախարդում է, վկայում են վերջին շրջանում Տերյանին նվիրված ձոները։ Նրան բանաստեղծություններ են նվիրել Ավետիք Իսահակյանը, Գուրգեն Մահարին, Չարենցը, Վեսպերը, Գևորգ Էմինը, Մկրտիչ Կորյունը, Մկրտիչ Գրիգորյանը, Հարություն Հովնաթանը, Սուրեն Մուրադյանը, Թաթուլ Բոլորչյանը, Եսթերը, Ռաֆ Բարաթյանը եւ այլն։ Տերյանի բանաստեղծություններ ձոնեցին հեռավոր Պետերբուրգում եւ Հայաստանի Հանրապետությունում հենց այս օրերին։ Դոնարա Մկրտչյանը բանասեր գիտնական է, որը դասավանդում ամեն օր մտնում է այն լսարանները, որտեղ սովորել է Տերյանը։ Դերևս անտիպ են Դոնարայի Տերյանին նվիրված երկու բանաստեղծությունները, որոնցից մի հատված այժմ ես հրապարակում եմ առաջին անգամ։ Պետերբուրգի այգիներում աշնան ոսկին է անձրևում, նուրբ մեգերի հարսնակողում աշուն ջութակն է նվագում, դու Պետերբուրգյան մշուշում խավար, երկեցիր կարոտն ու թախիծը մեր, քո խնքուշ հոգին մոմի պես պահած, վառեցիր հույսեր մշուշում անշեջ։ Դոնարայի բանաստեղծություններն առաջին անգամ լսվել են Սանկտ Պետերբուրգի Վերնատուն մշակութային կենտրոնում, Վահան Տերյանի հիշատակին նվիրված հուշ երեկոյի ընթացքում։ Արդեն թարգմանվել են ռուսերեն եւ այս պահին առաջին անգամ հրապարակվում են այստեղ։ Իհարկե, իր գեղարվեստական արժանինքների առումով Տերյանին նվիրված ձոների շարքում առաջին տեղում է Չարենցը եւ նա մրցակից չունի, բայց այս բանաստեղծությունները կարևորվում են որպես ժամանակակից պոետների տերյանական աշխարհին կալում եւ Տերյանին նվիրված ձոների անընդհատության վկայություն։ Տերյանին նվիրված վերջին բանաստեղծությունը գրվել է այս տարի եւ նրա հեղինակը Զավեն Պետրոսյանն է։ Քո երգերում ոսկե եղնիկ, արևներ կան հար հուրհրան։ Շատ է խոսվել աշուներգակ եւ գարուներգակ Տերյանի մասին, բայց անտեսվել է արևը։ Ահա ժամանակակից պոետները նրա երգերում տեսնում են հուրհրան արև, իսկ Դոնարան տեսավ լույսի սերմ հավերժ։ Անկախ նրանից, թե քանի անգամ է արևը հիշատակվում Տերյանի պոեզիայում, արևային այն լույսն ու կրակը, որ կա նրա բանաստեղծական տողերում, նամակներում, հոդվածներում, վկայում են, որ հենց արևի մեջ են բեկվում, խաչավորվում ու ձուլվում արևելագետ Տերյանի արտահայտած անձնական, ազգային ու համամարտկային իմաստները։ Արևը դառնում է այդ
իմաստների կիզակետման հանդիպադրման վայրը։ Տերյանը ծնվել ու մահացել է Ձմռանը։ 14 տարեկանից Մոսկվայում էր Լազարյան ապա Մոսկվայի համալսարան, 6-ից Պետերբուրգում, 34-ից 20 տարին Հյուսիսում էր, հարազատ բնօրրանից հեռու, արևից հեռու։ Վահանի սիրելի ուսուցիչը Մառը նրան բնորոշում է արևի կտոր, հայ գրականության հոգևոր կառույցի լուսամուտ։ Նվարդին ուղված նամակում Տերյանը գրում է. «Սիրտը արև է, իսկ արևը բացվում է բոլորի համար, որովհետև մինչև իսկ մերոնք հնում ասել են արեգակն արդար»։ Տերյանը միացավ մերոնց, այսինքն հնում ասողներին, ներս է շնորհալուն, որն ասում էր արեգակն արդար, Հովհաննես Թումանյանին, որ ասում էր արևի նման նայեցեք աշխարհին։ Տերյանը արևածագի ցնծությամբ արված գրեց. «Աշխարհն արև եւ արևն է այրում քեզ, բավական է, հերիք է, արդեն արևը ծագում է, կեցցե արևը», ասում էր Տերյանը։ Այս տողերը Տերյանը գրել է Անթարամ Միսկարյանին Մոսկվայից 9 թվականի մայիսի 12-ի գիշերվա ժամը 4-ից 5 ընկած հատվածում։ Պահնորդական բաժնի ոստիկանների խուզարկությունից հետո, երբ բռնագրավվեցին մի շարք ձեռագրեր ու վավերագրեր, հենց այդ պահին նա ասաց «Կեցցե արևը»։ Այսպես Աշուն բանաստեղծը իր կյանքի փորձություններից մեկի պահին փառաբանում է արևը, եւ Աշուն բանաստեղծը, Գարուն բանաստեղծը դառնում է նաեւ մեր արև բանաստեղծը։ Շնորհակալություն։